Նախ շատ կարևոր է, որ ամեն մանրուքի մասին զույգերը պայմանավորվեն։ Որովհետև ամուսնական հարաբերություններում ամեն մեկը բերում է իր մոդելը։ Բաներ կա, որ օրինակ աղջկա կյանքում, աղջկա հայրական ընտանիքում դա անթույլատրելի մի բան է եղել եւ իր ընկալման մեջ դա չի կարելի է։ Բայց նույն այդ երևույթը տղամարդու ընտանիքում թույլատրելի մի բան է եղել։ Եվ ինքը եկել է հենց այդ հիմքով, որ դա կարելի է։ Եթե զույգերը այդ մասին չեն պայմանավորվում, չեն խոսում, իրենք կարող են շատ լուրջ բախումներ ունենալ կենցաղային կյանքում, այսինքն ցանկացած հարցի շուրջ պայմանավորվել։ Եվ շատ կարևոր է նախամուսնական փուլը ձյաննա։ Հայաստանում մենք դրա մասին քիչ ենք խոսում, բայց այսօր շատ լուրջ, տեսեք, մենք փոքրիկ հարցադրում չէ կատարեցինք, ինչ է սիրում ուտել, եւ այս փոքրիկ հարցադրումը շատ բաներ դուրս բերեց։ Այսօր շատ լուրջ տեստեր կան, որոնք անձը պետք է անցնի ամուսնությունից առաջ զույգով։ Եվ այդ տեստը կարող է դուրս բերել իրենք համընկնում են թե ոչ։ Համատեղելու։ Եթե անձը լուրջի է առնում իր ընտրությունը, ինքը միջև ամուսնական փուլը շատ հարցեր կբարձրացնի, որտեղ ենք ապրելու, ինչպես ենք ապրելու, ինչպես ենք վերաբերվելու մեր ծնողներին, ինչպես ենք դաստիարակելու մեր երեխաներին, ինչպես ենք պատկերացնում մեր ընտանիքի մոդելը ավտորիտար ոճի, թե ժողովրդավար ոճի, ինչպես ենք պատկերացնում դավաճանության փաստը, ինչն ենք համարում դավաճանություն։ Եթե այս ամենի շուրջ մենք չխոսենք նախամուսնական փուլում, ինչ է սպասվում մեզ ընտանիքում։ Բախումներ ու շատ հաճախակի։ Ասում են ընտանիքն էլ չէ, պետության երկրի մանրակերտն է, կարող ենք նաև զուգահեռներ տանել, որ բոլոր ոլորտերում պետք է լինի այդպիսի գիտակից մոտեցում։ Այո, հիմա օրինակ բերեմ, եթե մենք աշխատում ենք մի կազմակերպությունում, այդ կազմակերպությունը ունի իր օրենքները, չէ, իր մշակույթը։ Մենք շատ լավ գիտենք, որ այս թիմում այսինչ բանը եթե ես անեմ, ինձ աշխատանքից կհեռացնեն։ Իսկ այսինչ բանը եթե ես անեմ, իմ պաշտոնը կարող եմ բարձրացնել։ Նույնը ընտանիքում է։ Կան հստակ օրենքներ, երբեք չենք պահում այդ կանոնները, այո, որպես կանոն, որովհետև սպառնալիքը այնպեսին չէ, ինչպեսին ենթադրենք աշխատանքից դուրս հանելը։ Գուցե մեզ թվում է, որ այդպեսին չէ, բայց եթե այդ խախտումները լինում են, փոքր-փոքր անդառնալի բաներ են տեղի ունենում մարդու ներսում։ Նույն դավաճանության պարագայում կարող են անդառնալի բաներ տեղի ունենալ։